Եկեք արձանագրենք հետևյալը։ Եթե եկեք մենք կողմնորոշվենք, մենք ատելության խոսքը ուզում ենք համացանցում քրեորեն պատժելի դարձնենք, թե կամ որևէ ձևով պատժելի դարձնենք, թե չէ, որովհետև ընտրանքային, երբ որ համապատասխան մարմինները գործում են, հակառակ աղմուկն է տեղի ունենալու։ Այդ բուլինգը, որ կա համացանցում, այդ ինչ եք դուք ձեզ տենց առանձնահատուկ դափնիներ վերագրում։ Բոլորին չէ, բոլորիս։ Այդ ինչի, այդ ներողություն, այդ ինչի ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչի չեք նկատել, որովհետև ազնիվ չեք, որովհետև ոչ միայն ազնիվ չեք, այլև շատ կողմնակալ եւ կողմնապահ եք։ Ինչ վերաբերում է ձեր ասած ձեր սպառնալիքներին, որ դուք հերոսաբար կենթանի եք մնացել եւ եկել էստեղ կանգնել, ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Դուք դա ինձնից լավ գիտեք եւ ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետեւ հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, ելի ուզում եմ արձանագրել, որ գիտեք ինչ, ասենք մարդկանց ես աղմուկա, աղաղակա, ինչ որ հետապնդում են, կալանավորում են, հետաքրքրվում եմ ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է տեղի ունեցել այդ հայտարարությունն եմ անում։ Պարզվում է տեղի ունեցել հետևյալը, մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է։ Հասկանում եք, օրենք կա, պետք է մարդուն տեղեկացնեն, որ վարույթը կարճվում է, ընթացակարգ կա։ Երկրորդը ասում են, որ բանա, խախայցով դիմելա դատարան։ Այսինքն դուք մտածում եք, որ կարա որևէ լրատվամիջոց գրի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ ակնարկ կանի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով զբաղված ու դա պետք է մնա անարձակակ, ձեռ եք առնում։ Ու դուք խոսում եք արժեքների մասին։ Այդ մարդիկ են, որ չգիտես ում սենյակում, ում հետ ինչով են զբաղված, ուզում են ինձ անձի հարց չի ստեղ։ Ստեղ կարգավիճակի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետությունը չեմ հարգում, մտքներով չանցնի։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի ով ուզում է լինի, որովհետեւ ինչպես հայտնի հերոսն է ասում, за державу обидно։ Ես անձնական խնդիր չեմ լուծում։ Պարոն Մակարյան, ունենք երջանք հաջորդ հարցը Արմինով։ Դուք ընտրելու։ Իսկ նախորդ ասուլիսի ձեզ թողեցի, պարոն Մակարյան, չթողեցի, չէ, շնորհակալություն Արմինով։ Դե ամսի 26 թվականի հունիսի 7-ին կգնաք, կտեսնեք, որ մենք ընտրվել ենք, հանգիստ հետ կվերադառնաք։ Ես երաշխավորել եմ եւ երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները գործել են, գործում են ազատ։ Եթե ձեզնից որևէ մեկը պետք է ասի, որ Հայաստանի պատմության մեջ եղել է ժամանակաշրջան, որ լրատվամիջոցները գործել են ավելի ազատ, հալալա ձեզ։
Պարոն Փաշինյան, մարտի 17-ին համայն վրաց պատրիարք կաթողիկոս Իլյա II մահացավ եւ հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաեւ ձեր անձնական հարաբերությունների որակը վրացի գործընկերոջ հետ, չեք կարծում, որ համայն հայոց կաթողիկոս Գարեգի II պետք է ներկա գտնվի մարտի 22-ին Թբիլիսիում կայանալիք հուղարկավորությանը։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով եւ այսինքն ցավոք ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ եւ մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք, այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել։ Ես Կտրիչ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, խոսեցիք սահմանադրական փոփոխություններից, այստեղ կար տեսակետ, որը հնչեցրել էր Դանիել Հովհաննիսյանը, որ առաջարկվելու է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը սահմանադրությունից դուրս գալ։ Դուք ինչպիսի անձնական դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ, այդ առաջարկությունը հնարավոր է քննարկվի, չքննարկվի, ինչպիսին է ձեր անձնական դիրքորոշումը եւ նաեւ երկրորդ հարցը, ասել եք, որ 90-ականներին մեր հայրենակիցները փախել են Հայաստանից, բայց որ գան Հայաստան, այս ընտրություններին ընտրելու են քաղաքացիական պայմանագրին։ Բայց վերջին օրերին մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգը հայտարարում է, որ մարդկանց ստիպում են գան Հայաստան, մասնակցեն ընտրություններին, ինչ եք այդքան մտահոգված հնարավոր վերադարձով մեր հայրենակիցների, եթե կարծում եք, որ իրենք գալու են եւ ընտրելու են քաղաքացիական պայմանագրին, ինչ եք անելու այդ հայրենակիցների հետ, ինչպես է գործելու իրավապահ համակարգը, թույլ չի տալու, որ վերադառնան, կալանավորելու են, ինչպես է առհասարակ խոչընդոտվելու նրանց հնարավոր մուտքը մեր երկիր։ Շնորհակալ եմ։ Ես ասել եմ փախել եմ։ Ես տենց բան եմ ասել եմ փախել եմ։ Ես տենց բան եմ ասել, ամեն դեպս այս պահին չեմ հիշում, ծանոթ չի հնչում ինձ այդ նախադասությունը։ Ինչ տեսեք, իրավապահ համակարգը ցանկացած ահազանգ, երբ որ ասում է, որ մարդուն փող են տալիս, երբ որ ինքը գանտրություն կամ անվճար ծառայություն են մատուցում, տոմս են առնում, իրավապահ համակարգը պարտավոր է արձագանքել, պարտավոր է, չի կարող չարձագանքել։ Ինչ վերաբերում է իմ ասածին, ես մնում եմ իմ ասածին, որովհետև ես գիտեք Երևանի եւ Հանրապետության փողոցներում քայլում եմ, այդ թվում ուղի եթերում, եւ ես դեռ Ռուսաստանա բնակ ոչ մի հայրենակցի չեմ հանդիպել, ես չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել բանի մեր կառավարության եւ քաղաքականության նկատմամբ, լսեք, նրանք գալու են ում դոմպիպոյի օգտին են քվեարկելու, թե կոկաինի միհրանի օգտին են քվեարկելու։ Այսինքն ես ո՞նց կարամ այլ կերպ մտածել մեր ժողովրդի մասին։ Ո՞նց կարամ այլ կերպ մտածել։ Այսինքն գալու են դոմպիպոյի, կոկաինի միհրանի, նեմեց ռուբոյի օգտին քվեարկել։ Այսինքն ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Չեմ կարող ես մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Եվ ես համոզված եմ, որ ես ճանաչում եմ մեր ժողովրդին։ Որ պահին պարզվի ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, ես այդ պահից կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս կամ որևէ այլ պատճառով։ Հայաստանից մենք աշխատում ենք Սահմանադրության նախագծի վրա, ես այսօր էլ եմ անցել Սահմանադրության նախագծով եւ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ժողովրդավարներ։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ելի ուզում եմ իրավական հարց բարձրացնել եւ փաստերի հսկայական խրձով եմ ներկայացել։ Ուզում եմ նախ ներկայացնել ձեզ փաստերը ու համապատասխան հարցադրում։ Ինձ մի ներկայացրեք, ուղարկեք իրավապահ մարմինը։ Ուղարկում ենք ըստ Շատ լավ։ Շատ բարի կանչեցնեմ հարցս։ Այս անգամ էլ ձեր բառերով ասած օզով ու կոչով մեծ կենթանու կոռուպցիայի մասին է հարցս։ Պարոն Փաշինյան, դուք մերժեցիք խնամի բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակվելը եւ պետության հաշվին հարստանալը։
Հիմա ձեր թիմակիցները անում են ճիշտ հակառակը։ Խոսքը ԿՊ խմբակցության ղեկավարի մասին է։ Նրա կինը Հայփոստի շարքային աշխատակցից դարձավ տնօրեն եւ դեզանից կրկնակի բարձր աշխատավարձ է ստանում՝ մոտ 3 միլիոն։ Բացի այդ, Հայկ Կոնջորյանը խարդախության գործով անցած իր եղբոր հետ այնպես է դասավորել գործերը, որ առինջում կառուցապատողի հայտարարած գնից էժան 1 քառակուսի մետրը ընդամենը 300,000 դրամով, վաճառքի գինը 420,000 դրամ է, առանձնատուն է գնել։ Նույն կառուցապատողից բնակարան է գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Այդ ընկերության տնօրենը եղել է Կոնջորյանի եղբայրը։ Հետ քննադատականը բացահայտեց, որ նրանք էժան են ձեռակերպել տունը, որպեսզի եկամտարկից օգտվեն։ Այստեղ այն մեծ կենթանին չկա։ Երկրորդ դրվագը։ Ժողովուրդ օրաթերթը փետրվարի 19-ին բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը վարորդական իրավունքի զրկված լինելով մեքենա է վարել, նրան տուգանել են։ Բայց որպեսզի նախկինում դատապարտված լինելը խիստ բաժիչ սահմանի, գործում հայտնվել է ենթադրյալ կեղծ տեղեկանքը, որ Կոնջորյանը խիստ պատիժ չկրի։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք քննչական կոմիտեն չի տվել, քննչական կոմիտեն հայտարարում է, որ ստացել է ՆԳՆ համակարգից։ Եվ հիմա հարց է առաջանում. Արդյոք իշխանական խմբակցության ղեկավարն իր եղբորը խիստ պատասխանատվությունից ազատելու համար օգտագործել է իր դիրքը կամ չի օգտագործել։ Էլի նույն ձևաչափով, պարոն վարչապետ, բարձրաձայնում եմ հարցը, որ իրավապահները գործընթաց սկսեն առանց քաղաքական կաշկանդվածությամբ, քանի որ գիտենք խոսքը վերաբերում է ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Կհրահանգեք ձեր ձևով, պարոն վարչապետ, չկաշկանդվեն եւ զբաղվեն Կոնջորյանի ընտանիքով։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ եւ պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները, բայց ես ելի եմ ասում, մենք չունենք պարտավորություն ձեր ասածները ընդունել հալած յուղի տեղ, որովհետեւ հիմա այդ բնակարանների թեման ես մի անգամ ասացի, հետո ինչ որ մի ժամանակ լռություն էր, հարգել լրագրողներ, որ հիմա իմանանք ձեզնից, փորձենք ողջել ձեզնից ով է բնակարան գնել եւ ինչ գնով, կարող է պարզվի եկեք այդ նույն սկզբունքը կիրառենք։ Հայաստանում հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ եւ լրագրողներ բնակարաններ են ձեռք բերել։ Մի րոպե, մի ընդհատեք։ Շատ լավ, եթե ուզում եք, ինքնահայտարարագրեք, ինչի՞ չեք հայտարարում, ով ինչ գնով է բնակարան ձեռք բերել, որ մենք էլ մի հատ հələ կարողանանք համեմատալ ձեր ասած գինը եւ իրականությունը համապատասխանում է իրան։ Այդ նույն միկրոֆոնի տակ կարելի է կանգնել եւ ձեր թերթի խմբագրի մասին տասնյակ էջերով նմանատիպ ճառեր կարդալ։ Բա որ մի հատ իրավապահ մարմինը փորձի դրանցից մեկով զբաղվել, ինչ եք ասելու, ասելու եք, վայ, քաղաքական հետապնդում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն դուք այս ամբիոնը օգտագործում եք Հայաստանում հաստատված խոսքի ազատությունը օգտագործում եք մարդկանց հասցեին ուղակի մերկապարանոց մեղադրանքներ շպրտելու այդ պրինտ արած թղթե այդ փաստերը դուք եք գրել, դուք եք մի րոպե։ Լսեք, ինչ տարբերություն ձեր հետքի եւ ազատություն ռադիոկայանի միջեւ, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Եվ ասենք ենթադրենք բանի, մյուս ռադիոկայանը ոնց էր։ Ռուսական ռադիո։ Սպուտնիկի ու ազատության ռադիոկայանի միջեւ ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Եվ ձեր եւ հետքի միջեւ էլ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Էլ չեմ ասում, որ էլի ասում եք Հայփոստի աշխատող, Հայփոստի աշխատող։ Մարդը աշխատել է Հայփոստում, կարիերային առաջընթաց ունեցել։ Այսինքն ինքը աշխատում էր մի հատ ուրիշ տեղ, բերեցին այդտեղ։ Իսկ ինչի ինքը չի կարող աշխատել։ Ինքը եկել աշխատավարձը բարձրացրել է, թե վերջին 10 տարում այդ նույն աշխատավարձն է։ Այսինքն այս հարցեր են, որոնց պետք է անդրադարձ ունենանք, թե չպետք է անդրադարձ ունենանք։ Բա այդքան ուրիշների աշխատավարձերով հետաքրքրվում եք, ձեր աշխատավարձերով ինչի՞ չեք հետաքրքրվում։ Ձեր աշխատավարձը ինչքանն է հայտարարագրվում եւ ինչքանը չի հայտարարագրվում։ Այս որ գալիս եք միկրոֆոնների տակ կանգնում, ինչ դուք հանրային բան եք անում, մարդկանց տեղեկատվություն կամ ապա տեղեկատվություն եք տալիս։ Գալիս միկրոֆոնների տակ կանգնում եք, հրեշտակի թևերը բացում ու սկսում գետնից բարձրանալ։ Այսինքն դա ինչ եք ուզում ապացուցեք։ Ուղարկեք այդ փաթեթը մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը
Ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է, իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, եւ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Իրանք քաղաքական կաշկանդվածություն ինչքան ունեն այդ դեպքում, ուրեմն ձեր դեպքում էլ քաղաքական կաշկանդվածություն ունեն։ Ուրեմն եթե կա այդ քաղաքական կաշկանդվածությունը, պետք է համատեղ միաժամանակ հաղթահարվի այդ քաղաքական կաշկանդվածությունը։ Բայց ոնց է մարդուն կանչում են, որ քրեական գործը կարճ է, 4 օր աղմուկ է, ստորագրահավաք է։ Այսինքն ինչ կամ տարբերակ կամ չեն հասկանում, այսինքն այդ համքարությունը այնքան գրագիտություն չունի, որ տարբերակի քրեական գործի կարճումը քրեական հետապնդումից, կամ որ ավելի վատ է, գիտի եւ հիբրիդային գործունեությամբ զբաղված։ Խնդրեմ։ Պարոն վարչապետ, քիչ առաջ ասացիք, որ որոշ ուժեր, որոշ շրջանակներ իրենց խոսույթով, իրենց առաջարկություններով ըստ էության ուզում են սանձազերծել սեպտեմբերյան նոր սեպտեմբերյան պատերազմ։ Պարոն վարչապետ, կարող եք ավելի կոնկրետացնել, որ ուժերի մասին է խոսքը, եթե հնարավոր է, եւ որ ամենակարևորն է, նպատակը ո՞րն է, ինչու են այդ ուժերը ցանկանում սեպտեմբերյան նոր պատերազմ սանձազերծել։ Նպատակը շատ պարզ է, որովհետեւ իրանք խնդիր ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպիսին եղել է իրանք իշխանության շրջանում։ Իրանք տեսնում են, որ Հայաստանը անկախացել է եւ խնդիր ունեն դրա հետ, որովհետեւ իրանք բոլորը էմիսարներ են, թույլ չտալու, որ Հայաստանը անկախանա։ Գիտեք ինչ, շատ պարզ մի բան, ես խնդրել եմ, որ ավելի մանրամասն ներկայացնեն, այսօր պատրաստ չեմ այդ թեմայով շատ խոսել, բայց տենց ստացվեց, որ երեք ինչ որ նկարներ եմ տեսնում նյուսֆիդում երևում է ուժեղ խաղաղություն կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է, խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը անմիջապես կամ ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմը։ Իրենք պատերազմից շահելու են հետևյալը, որ լինելու են ֆորպոստի եւ ոչ թե պետության կառավարիչ, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ դա իրանց ֆինանսապես ձեռնտու է։ Եվ իմիջայլոց պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետև նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք։ Աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, ուպոր լյոժա 30 անգամ չեն կարողանալու։ Ես այնտեղ մարդ չեմ տենում, որ կարա 30 անգամ ձգվի։ Ոչ էլ 100 կիլոմետր հեծանիվ քշի։ Հաջորդ հարցը Շողոքյան Սուրբիկ Կարմենյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, դիմել է արդյոք Իրանը հումանիտար օգնության համար Հայաստանին, եթե ոչ, ապա պատրաստվում եք արդյոք ձեր նախաձեռնությամբ օգնություն ուղարկել հումանիտար Իրան։ Մյուս հարցը Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ նկարտումների մասին ընդհանուր Երևանի տարբեր թաղամասերի եւ այլն, եւ դուք եւ ձեր թիմակիցները դա համարում եք Ադրբեջանի ներքին խոսույթ, նախագահի ներքին խոսույթ, ներքին լսարանին ուղղված եւ այլն, որքանով է դա ձեզ համար ընդունելի որպես այդպիսին, հաշվի առնելով խաղաղության օրակարգը եւ որն է ձեր ներքին
խոսույթը ուղղված լսարանին որպես հակակշիռ հայկական լսարանին։ Ես դա չեմ համարում ներքին խոսույթ, ես դա համարում եմ շատ վտանգավոր process։ Եվ համարում եմ, որ այդ վտանգավոր process-ը մենք պետքա կառավարենք։ Եվ պետքա այդ process-ը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բայց ինչի մասին եմ խոսում։ Ինչ եմ ասում ես։ Արդեն 2 տարի է Հայաստանում ինչ եմ ասում։ Կառավարելու ենք առաջին հերթին process-ի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք, Արարատը մերն է, Բաքուն մերն է, բանը, Դադիվանքը մերն է, ասում ենք, որ Արցախը մերն է, ինչն է, ինչը իրենց պետք է սահմանափակի հայլային ձևով նույնը ասել։ Բայց կա նաև հակառակը, եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետքա ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է, որ մենք զուգահեռաբար այս խնդիրը պետքա լուծենք։ Զուգահեռաբար այս խնդիրը պետքա լուծենք, որ եւ դրա առաջին ամենակարևոր քայլը արված է խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, որտեղ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Եվ մենք այս հենքի վրա պետք է կառուցենք խաղաղությունը, բայց այդ եմ ասում։ Իրականում ես ինչ խոսում եմ, հենց դրա մասին եմ խոսում։ Ինչ վերաբերվում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ հումանիտար օգնության հարցով դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև մենք ինքներս եթե տեսնենք, որ կա որևէ կարիք հումանիտար բնույթի, կրկնում եմ, հումանիտար բնույթի, որը մենք կարող ենք աջակցել, մենք կանենք այդ քայլը։ Շնորհակալություն, այլևս հրապարակարար Աննա Պարոն Փաշինյան, դուք ոչ միայն այսօր, այլ միշտ բարձրաձայնել եք, որ մամուլը ազատ է, քիչ առաջ նաև դրա մասին խոսեցիք, ազատ է այսօր այնպես, ինչպես երբևէ չի եղել, բայց պարոն Փաշինյան, հենց քաղաքացիական հայցերով, քրեական վարույթներով է իշխանությունը փորձում ճնշել մամուլին, եւ եթե իմ խմագրի հետ կապված դուք խոսեցիք, եւ եթե փորձագետները, որոնք մի տարի շարունակ այսպես փորձաքննել են այդ խմբագրականը եւ որևէ կարճելու տեղ չեն գտել եւ որոշել են դա քրեական վարույթը կարճել, ուրեմն դրա հիմքերը իսկապես չկան եւ եթե մենք վստահենք, որ եթե լիներ հիմքեր, կկարճեին փորձագետները անպայման դրանից եւ նախկինում դուք խմբագիր լրագրող եք աշխատել եւ ձեր որակումներում բավականին կոշտ եք եղել, անվադումներ եք տվել մարդկանց եւ դրա համար ձեզ կարծես թե հոդվածների համար չեն դատապարտել եւ արդյոք եթե հիմա աշխատեիք այս պայմաններում վստահաբար ձեզ կդատապարտեն։ Հաջորդ հարցը պարոն Փաշինյան վերաբերվում է այն համաժողովին, որին դուք օրեր առաջ մասնակցել եք արցախցիների վերաբերյալ, այնտեղ դուք ասել եք, որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, որ ձեր ձեռնարկելիք անելիքների մասին եք խոսել, բայց այն գումարը, որը իշխանությունը տալիս է արցախցիներին, բավական չէ, դա մարզերում թեկուզ տուն գնելու, տնավորվելու համար, արցախցիներին կարող եք ասել, երբ նրանք տուն կունենան, եւ միշտ դուք եւ պաշտոնյաները միլիոններ պարգևվճարներ եք ստանում, նրանք չեն կարողանում անգամ տան վարձի հարցը լուծել։ Նաև խոսել էիք արցախցիների նկատմամբ հոգատարությունների մասին, օրեր առաջ իրավապահները 5 երեխաների ներկայությամբ արցախցի զոհված արցախցի կնոջ են ձերբակալել։ Սա արդյոք հոգատարություն է Արցախցու նկատմամբ։ Գիտեք, որևէ ես գիտեք տեղյակ չեմ ով ումա ձերբակալել, ես ընդհանրապես եթե կարծիք կա, որ ես բոլոր ձերբակալություններին տեղյակ եմ կամ այսինքն հիմա նույնիսկ մամուլում չեմ տեսել դա, բայց ես ուզում եմ ասել, ես բացառում եմ, որ առանց հիմքի որը մեկին ձերբակալեն, հասկանում եք, այդ ինչ մտածողություն է ընդհանրապես,
Այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, երեխա Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, բացարձակապես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ընդհանրապես տեղյակ չեմ։ Երկրորդը, ես վատ լուր ունեմ ձեր մասին։ Ես իմ լրագրողական գործունեության համար դատապարտվել եմ։ Դատավճիռը օրինական մտելաուժի մեջ, առաջին ատյան, վերաքննիչ, չեմ հիշում վճռապեկով անցել է, թե չի անցել։ Եվ ելի լրագրողներ դատապարտվել են։ Ինչ վերաբերվում է, այսինքն ես չգիտեմ, որևէ ինչ վերաբերվում է քաղաքացիներին, հիմա եկեք պարզ նայենք։ Դուք գրում եք, որ ես իմ կաբինետում ինչ որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ։ Եթե ես դրան կոշտ չարձագանքեմ, ասեն եզրակացնելու եք, որ նախ ինձ մի կողմ դնենք, չէ՞։ Այսինքն մյուս կողմում կին է, չէ՞։ Մյուս կողմում կին է։ Նախ իր պատվի եւ արժանապատվության հարցը կա։ Եթե դրան արձագանք չլինի, ասենք դուք չեք ասելու, Կաթողիկոսի մասին ես չեմ ասում, ես ապացուցում եմ։ Ձեր թերթն է գրել։ Ձեր թերթն է գրել ու չեմ հիշում, որ դատի են տվել։ Ձեր խմբագիրը մի հատ 25 կիլոմետրանոց հոդված է գրել Կտրիչ Ներսիսյանի եւ իր ընտանիքի աղջկա, կնոջ եւ այլնի մասին։ Կտրիչ Ներսիսյանը ինչի դատի չտվել։ Որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ մի բան դրա տակ կա։ Ես չեմ կարա դա հանդուրժեմ, ես էլի եմ ասում։ Ստեղ մենակ անձնական խնդիր չի։ Սա նաեւ պետության հարց է։ Ի վերջո նախ աշխատողի արժանապատվությունը, երկրորդն է պետության արժանապատվությունը։ Այսինքն դուք ում հետ եք շփոթել ինձ։ Ինձ թվում է դուք ինչ որ մեկի հետ ձեր շրջապատից, շատ մոտիկ շրջապատից, ես ասում եմ, ձեզ անձամբ չեմ ասում, այլ ասում եմ նրանց, ովքեր այդպիսի բաներ ինչ որ մեկի հետ շփոթում եք, ձեր շատ մոտիկ անձնական շրջապատից։ Ես թույլ չեմ տա, որ նման բաներ տեղի ունենան։ Բայց ես այսօր լուր ծանուցում ստացա, որ դատարանը բավարարել արդեն էլ ճնշումը որն է։ Այսինքն հայցը բավարարված է, էլ ինչ ճնշում։ Եվ համաժողովը հարգելիս տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Սկզբ մենակ 3 րոպե, 4 րոպե, 5 րոպե է ընդհատվել, մինչև իմ ելույթից անցում է կատարվել, բոլոր հարցերի պատասխանները այնտեղ տեղում տրվել են։ Ինչի մասին վկայում է իմ հեռախոսը։ Չկարող է։ Ով հարց հասցրեց այս անգամ, հաջորդ անգամ իրանցից կսկսեք։ Եվ գործընկերներն էլ շատ պարզ, ուրեմն հարց եք տալիս, մի հարց տվեք, որպեսզի կարողանաք պատասխանել։ Շնորհակալություն։